չի բացառում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնա երկիրը, ով գիտի, բայց դժվար թե այս տարի։ Դժվար թե այս տարի։ Ինչը հիմք կլինի արտահերթ ընտրությունների վիճահարույց լինել ընդդիմության։ Ցանկացած բան, եթե իշխանությունները միանձնյա կարող են որոշել կառավարության կազմը, նույն ընդդիմությունն էլ մանդատները վայր դնելով կարող է ապա լեգիտիմացնել ամբողջ գործընթացը առհասարակ։ Արդեն էլ Ընդդիմությունը արդեն հայտարարել է Քոչարյանի, Մակարդակովի եւ այլն, որ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում մանդատները կարևոր գործիք են, ճիշտ ասում են, վերջնական որոշում չունեն, բայց այդ Ենթադրենք մանդատը վերցրեցին, եկող տարի որոշեցին մանդատները վայր դնեն, դրանից ապահովագրված է Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե ոչ։ Բայց սահմանադրությունը չի ասում, որ եթե ընդդիմությունը մանդատները վայր է դնում, խորհրդարանը ցրվում է։ Խորհրդարանը չի ցրվում։ Իրանք բայց դառնում են մի ջութակի օրկեստր։ Էդ էլ ոնց որ պատիվ չի բերում այդ ուժին, որը որ մի ջութակի օրկեստրի դերակատարություն է ստանձնում։ Պատիվ չի բերում։ Ինչ գործընթաց ծավալեն, ապա լեգիտիմ է։ Առանց այն էլ որ ապա լեգիտիմ լինելու է ապրիորի, որտեղ ընտրական գործընթացը լեգիտիմ չէ։ Հələ մի բան էլ որ այդ քայլին էլ գնացին, առհասարակ արժե զրկվելու է ամեն ինչ։ Փակուղային մի իրավիճակ է։ Փակուղային։ Ցավոք սրտի սահմանադրությունն էլ կարգավորիչներ եւ մեխանիզմներ չի տվել այդ հարցը հանգուցալուծել։ Միակ տրամաբանական բանը լինելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Միակ տրամաբանական։ Բայց տեսնենք երբ այդ տրամաբանական մոտեցումը կհասունանա։